Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, որովհետև ունենք այս պահին ֆանտաստիկագույն հյուրեր։ Ապրիլի 7-ին ժամը 7:30 Հայաստանի Երկրպետական թատրոնում առաջնախաղ է Սիրացավ ներկայացում ըստ Ավետ Բարսեղյանի։ Ներկայացման ստեղծողները հրավիրում են վարակվելու հաճելի Սիրացավով։ Իսկ թե ինչպիսի կիմանանք հենց իրենցից։ Մեր հյուրերն են ռեժիսոր Էլմիրա Սոլոյանը, լուսարավոտի, հեղինակ, դերակատար, հանճարեղ, ֆանտաստիկագույն եւ բառամթերքս ուղղակիորեն չի բավականացնի այս բանին ներկայացնելու այս մարդուն Ավետ Բարսեղյան։ Ողջույն, բարեկամներս, ողջույն, առավոտվա լավ մարդիկ, ողջունում եմ բոլորին, ով արարում է այս հրաշալի ծրագիրը ու արթնացնում է ձեզ։ Ողջույն հրաշալի Սոլոյան։ Ջան։ Ես ուզում եմ իմ ու Անահիտի անունից շնորհակալություն հայտնել գիտեք ինչի համար, նաև շատ անկեղծ լինենք մեր հերոստատոք, միշտ ենք անկեղծ, բայց թող չնեղանան մյուս հյուրերը, դուք այն հյուրերից եք, ովքեր որ մեր այն թիթեռնիկները, որ հիմա այս պատտվում են դարույն նալիցին սերն է ձեր հանդեպ, շնորհակալ ենք, որ դուք կաք։ Երեխեքի առաջին եթերին եմ ներկա եղել ու ուրախ եմ, որ սեպտեմբեր ամսին է, չէ՞, անցած տարի, այո։ Ու դեռ այստեղ հրաշալի կերպով արդեն հերոստա դուետ է ձևավորվել, որը շատ գեղեցիկ կերպով, շատ գրագետ խոսքերով արթնացնում է։ Սրտացավ անվանումը մի քիչ հիվանդության է նման, սա բուժվող վիճակ է, թե հաճելի քրոնիկ բան է։ Սիրացավ է ներկայացման անվանումը, չեմ կարծում, որ սիրացավը երբևէ բուժվող է, այն հաճելիորեն անընդհատ կրկնվող, անընդհատ եկող գնացող այսպես վիճակ է, երբեմն նույնիսկ ամեն ինչ լավել է հարաբերություններում, բայց դու միևնույն է վարակված ես սիրացավով, որովհետև միշտ սերն իր հետ բերում է եւ այն գեղեցիկ ձեր ասած այդ թիթեռնիկները եւ միևնույն է սիրո մեջ միշտ կա ցավ։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այսինքն Խնդրեմ պարոն Մարիտ։ Սիրացավը դա սիրո մասին է, թե սիրո հետևանքների։ Եվ Ցավի, երջանկության։ Այո։ Ցավից սկսված Սոլոյանը տարավ դեպի երջանկություն, այսինքն սկսվում է ներկայությունը ցավով, բաժանման ցավով ու ավարտվում է ոնց հասկանում եմ լավ։ Դու ասա, որովհետև իմ բարագային ես ենթարկվող անձ եմ, ինձ համար շատ դժվար էր ունենալով մի քանի իմ պոեզիային նվիրված երեկոներ, ասա առաջինն է, երբ գիծ ունի ու դրամատուրգիա ունի, շնորհիվ Էլմիրայի, որ բեմադրված է, ունի հաջորդականություն, որովհետև ես իմ գիրք չկար այն ժամանակ, երբ անում էի ու բերում էի ամբողջությամբ իմ թղթերը, ինչ որ կտորտանքների վրա գրվածքները բեմում ու պատահական սկզբունքով ընտրվում էր, այսինքն ոչ մի իմ ծրագիր պոեզիայի չի եղել գծով ու բեմադրված։ Սա առաջին անգամ է, երբ ես լիովին ենթարկվում եմ, ինչը ինձ համար էլ էր շատ դժվար, բայց Էլմիրայի պրոֆեսիոնալիզմը, թատերական կենսագրությունը բնականաբար թույլ է տալիս, որ սիրացավից սկսենք, մինչև ախտորոշումն է գալիս ու հետո բուժումը, սիրաբուժումն է տալիս։ Պարոն Բարսեղյան, սա ձեր անձնական զգացողությունների արտացոլումն է, թե հավաքական մի պատմություն, որը, այսինքն արդեն հասունացել էր թղթին հանձնելու այդ պահը։ Սա իմ ընդհանուր գրքի, որը կազմել էին Նուրն ու Արամ Ավետիս իմ շատ լավ ընկեր, Հայելիս իմ առաջին ու դեռ միակ ժողովածուի մեջից Էլմիրայի գծած գիծն է։ Այսինքն ընտրանին հենց ռեժիսոր Էլմիրա Սոլոյանն է։ Սյուժեի դասավորված է։ Գրել եմ տարբեր իրավիճակներում, թե իմ, թե լսած, թե վերապրած, թե սեփական, թե ուրիշից վերցրած, գողացած ցավերը, որոնք անգամ չեմ ապրել, որովհետև կան բանաստեղծություններ, որոնք Էլմիրան գրքից ընտրեց 17-18 տարեկանում եմ գրել, երբևէ չունենալով այդ վիճակը ներսից, բայց պրոյեկտելով ինձ վրա գրել եմ, այսինքն ես չեմ կազմել անգամ ինչ եմ կարդալ, բայց կան գործեր, որոնք ես չեմ էլ վերապրել այդ տարիքում, բայց հայտնվել են այս տարիքիս ասացի մեջ։ Այդ սիրացավը ունենար դեղ դուք խորհուրդ կտեք խմել, թե կթողնեիք, որ խորանա։ Դու ասա։
Ռեժիսորը ձեզ ասում է հարց ա տվել, պատասխան։ Ինչ ես աչքերից Վրաջան։ Չի ունենա դեռ երբևէ, որովհետև ոնց հասկանում եմ, անընդհատ մարդ ուսումնասիրում է հոգեբանություն, տարբեր գրականություն, չգիտեմ, հոգեբանների է դիմում, հոգեթերապևտների է դիմում, եւ նույնն է, դա այնպիսի բան է, որ մեկ է սերն իր մեջ կրում է միշտ ել եմ կրկնում դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ցավի այդ արգասիքը, այնպես որ Այսինքն պետք չի բուժել, պետք է ապրել դրա մեջ։ Այո, դա հաճելի ցավ է, ինչու բուժել։ Եկեք ապրենք դրանով։ 24 ժամվա պատմությունն է, որ յուրաքանչյուրն ունենում է այդ ցավից վերելք, ատելությունից սեր, անեծքից դեպի օրհնանք, այսինքն ինքը սերը վերցրված է որպես կենթանի բջիջ, որը քո մեջ չի կարող մենակ էյֆորիա առաջացնել, այսինքն դու պետք է ցավից, վայրեջքից դեպի վերելք, վերելքից հետո նորից, այսինքն ունեց որ ընտանիքներում անել։ Այո։ Ես կուզեի խոսել հենց կոնցեպտի մասին, թե առհասարակ ինչպես է դասավորվել Ավետ Բարսեղյանի պոեզիան։ Վերցված է 24 ժամը, մեկ օրը, թե մարդն ինչ է զգում այդ բաժանումից հետո 24 ժամվա ընթացքում։ Մեկ օրը։ Եվ այդ բաժանումը տանում է նրան, որ վերջի վերջո, եթե դուք չեք կարող առանց իրար, եկեք մի բաժանվեք։ Եվ 24 ժամ հետո իրենք կրկին միանում են իրար։ Այսինքն այնտեղ որտեղ կա իրապես զգացմունք, անհնար է դա ինչ որ բաժանում լինել կամ ինչ որ միևնույն է անցնում է որոշ ժամանակ եւ կարեւորը ինչ զգացողություններ է ունենում մարդը առաջիկա այդ ժամերի ընթացքում։ Ինչ է զգում դու, երբ որ դու բաժանվում ես եւ պետք է այդ ցավի միջով անցնես։ Հենց դա է տեղափոխված բեմ։ Իհարկե չեմ ուզում մանրամասնել, հանդիսատեսին ավելի այդպես հետաքրքիր կլինի, թե ինչ է լինում, որ իրենք 24 ժամ հետո չեն կարողանում առանց իրար եւ կրկին միասին են եւ դա նաեւ այսպես ասած խորհուրդ է, մեսիջ է, որ մի բաժանվեք, սիրելիներս։ Շատ լավ խորհուրդ կա։ Այո։ Հատկապես այս երիտասարդ։ Ինչ-որ արդիա չէ դարձել այդ բաժանը։ Այնքան հեշտ է բաժանում։ Իսկ դա նաև ոչ թե դուր է գալիս, այսինքն հասկանում եմ, որ այդպես շատ կպածել չեն, կարճացել չեն, բայց դա վերում է, որ շատ հանգիստ ամուսնանում են, հետո շատ հանգիստ ավելի համարձակ է կարող ֆիքսում են, պետական ատյաններում են, իրենց կյանքում են։ Հետո ինչ որ մի բան է, որ դուր չի գալիս, շատ արագ կարողանում են ցտեսություն ասել առանց այդ ցավը վերապրելու ու հնարավոր է, որ նորից կպումներ լինեն, բայց իրենք այդ ժամանակը իրենց չեն տալիս, այդ հնարավորությունը իրենց չեն տալիս, ինչը երևի թե ավելի սովետական եւ պոստ-սովետական մարդկանց համար է սեր ընտանիք, սիրուց ծնված ընտանիքը ավելի արժանմխել է, չնայած որ բաժանման մեջ ես որևէ բան չեմ տեսնում, եթե չկա ետադարձի, մեր ներկայացման մեջ սիրացավի մեջ կան անեծքների ու վեճի շատ լուրջ վիճակներ, Էլմիրան ընտրել է հենց այդ շատ գունեղ տարբերակները վեճի, որ էլ թվում է, որ ոչինչ չի կարող լինել, զրոյի է հավասար ամեն ինչ հաշվարկները, բայց միևնույն է մարդը այդ հաշվարկը կարող է եւ սխալ անել։ Դրա համար մեսիջը երիտասարդներին, որ եթե հնարավոր է ձեռք բերել ինչ-որ կամուրջ, ապա այդ կամուրջով միևնույն է սերը ցավով էլ, բայց գալու է։ Այո։ Իրականում ես մի այսպիսի հարց եմ գրել, ինձ շատ հետաքրքիր է։ Դուք եւ հեղինակն եք եւ դերակատարը։ Որքանով է դժվար բեմում դուրս գալ սեփական տեքստի հեղինակային պատյանից եւ դառնալ պարզապես կերպար, որն ապրում է այդ սիրացավը։ Անայդ ջան, այդ շատ դժվար տրանսֆորմացիա էր, ես Էլմիրային առաջին օրերին էլ երբ ծանոթացանք միմյանց հետ, ինքը արդեն պատրաստված, գրքով շատ ինձ դուր եկավ իր պատրաստվածությունը մատերիալի, նյութի հետ կապված։ Ես ասացի, որ ես բեմ, թատրոն իմը չի, ես չեմ կարող։ Ես որպես Ավետ դուրս գամ, հանգիստ ես իմանամ ինչ եմ անում ինքս։ Ես որպես հանճար բան լինեմ։ Գուցե ուրիշը խաղա, ինձ շատ լավ կլինի, ես առաջին շարքում նստած
վայելեմ գրվածքները ուրիշ։ Բայց ես հիշում եմ բանաստեղծական երեկո տարիներ առաջ, բայց իրենք բեմադրված չէ, գիծ չունեին։ Անջան, իրենք շատ հախուռն էին եւ քաոտիկ կերպով ընտրված բազմաթիվ գրվածքներից։ Ու առաջարկեցի, որ ուրիշը լինի եւ ռեժիսորը մերժեց այդ առաջարկը շատ շնորհակալ ենք։ Այո, ես դարձա ու դա դժվար գործ է շատ, որովհետեւ այդ դու դառնում ես կերպար, ինչի ինձ համար միշտ այդ նիշան մի փոքր ինձ համար հիմա շատ կոմֆորտն է, հա, որովհետեւ Էլմիրան որևէ բան չի բեմադրում ինձնից դուրս, բայց միևնույնն է բեմը, թատրոնը չնայած որ երկի թատրոնը իմ ամենահարազատ վայրն է, որտեղ ես կայացել եմ ու մեծացել եմ որպես արտիստ, միևնույնն է դժվար է լինել դերասան, բայց շատ բաներ սովորում եմ հենց Էլմիրայի բեմադրական process-ից, բայց դժվար է քեզնից դուրս գաս ու դու չլինես քո խոսքի ղեկավարը ու հիշես բացառիկ առաջնախաղ է սպասում։ Դրանից հետո ստեղ պետք է գնաս ու այս էմոցիան խաղաս, որովհետև Էլմիրան նաև բեմադրում է էներգիան, ինչ որ էներգիայով կարդալ սա, որ էներգիայով կարդալ սա, մինչև այդ մի քանի 6 թե 7 ներկայացում եմ ես ունեցել, ես ինքս եմ որոշել։ Ինչ որ աշխատանքային կոնֆլիկտներ լինում են։ Բացարձակ չէ։ Այդ էմոցիայի հետ կապված, այսինքն դուք որպես հեղինակ այսպես եք զգում, բայց նա ռեժիսորը այսպես է տեսնում օրինակ։ Խնդիր երևի չեմ տալիս, չգիտեմ, Էլմիր քեզ դժվար է։ Չէ, բացարձակ։ Եթե ուզում ես հրաշալի հիմա կենտրոնի հետերում, լույսը տենց բացվի։ Այսօր ապրիլի 1-ը չէ։ Ապրիլի 1-ը։ Չէ, դժվարություններ չեն եղել երբևէ իմ ու ավետը։ Հաճելի աշխատանքային ինչ-որ փոքրիկ կոնֆլիկտիկներ, այսպես, հա։ Բացարձակ, իմիջայլոց Անհանգ ենք մենք նոր հասկացում։ Կողը լավ չստացի։ այսօր կռվենք։ Կոնֆլիկտ չկա։ Մինչև ներկայացման փորձերի սկիզբը մենք բավական երկար հանդիպում էինք եւ զրուցում էինք առհասարակ ինչ պետք է արվի, այդ խմորումները երկար են տևել, դա ինձ համար։ Բայց Ավետ Բարսեղյանի հետ անհնար է վիճել կամ կոնֆլիկտ ունենալ։ Չենք էլ կարող։ Որովհետև Ավետ Բարսեղյանն ինձ համար այն մարդն է դարձել, որ ես անընդհատ ձգտում եմ իր հետ շփվել, անընդհատ առիթը բաց չեմ թողնում, որ մենք գոնե միասին սուրճ խմենք։ Կարծես ողջ կյանք ճանաչում եմ իրեն։ Ֆանտաստիկ մարդ։ Մերսի շը։ Ես նեղվում եմ։ Ես որ մեծացել եմ, ես արդեն կորցրել եմ այդ Ավետ Բարսեղյանը եմ նեղվել, դա լավ չի։ Չէ, կոնյակի պես եք դուք ամեն տարի էլ ավելի թանկանում։ Դեն ինչի համար պայքարել եմ, միշտ ես քեզ։ Այնքան հետաքրքիր է։ Հարազատ երևի մարդկանցից չես ուզում դա։ Դա պայքարում ես դրսում։ Այդ բաների հետ։ Հարազատից։ Իրականում Մոլիտվինի հետ միշտ խոսում ենք մեր եթերների ժամանակ, որ ինչքան կարևոր է, որ տաղանդավոր, հանճարեղ, ֆանտաստիկագույն մարդկանց գնահատեն, արժևորեն հենց տվյալ ժամանակում, հա, ոչ թե օրինակ տվյալ մարդը չլինի, նոր սկսեն մեծարել, գնահատել, ցավոք սրտի դա կա մեր հասարակությունում, բայց կփոխի Ավետ Բարսեղյանը, եւ փոխում է։ Այո, բայց ոչ սեփական ընկերների ու շատ սիրելի ու ոչ պակաս տաղանդավոր մարդկանց հետ իհարկե։ Ներկայացումից հետո, ինչ շատ հետաքրքիր է, հանդիսատես ինչ եք կարծում, ավելի շատ կսկսի սիրել, թե կսկսի ավելի շատ զգուշանալ։ Ինչից։ Սիրուց։ ինչ ախտանիշներով է տուն գնալու այդ օրը հանդիսատեսը։ Ջերմությամբ, 38 ես ջերմությամբ։ Նորից պետք է կրկնվեմ, միշտ երբ որ այս հարցը լինում է ինձ եթերներում, առհասարակ յուրաքանչյուր ներկայացում բեմադրելիս, միշտ ասում եմ, ես ուզում եմ հարցեր առաջացնել հանդիսատեսի մոտ։ Կլինեն հարցեր, իրենց հետ կարծում եմ, որ բոլորի կյանքում էլ եղել են բաժանումներ, չգիտեմ, ինչ որ X էտապում, մեկն ընտանիքում, մեկը մինչ այդ, եւ գուցե սա լակմուսի այն թուղթն է, որ մարդ կարող է ինքն իրեն հաշիվ տալ, թե գուցե պետք չէր կամ գուցե կրկին ինչ-որ բան փորձել, կրկին փորձիր, որովհետև ինչպես նշեց Ավետը Բարսեղյան, երբեմն այնքան չնչին հիմարագույն պատճառներ են դառնում բաժանման պատճառը, որ մարդը երբ որ այդ էմոցիոնալ փուլն անցնում է, հասկանում է, որ իսկ դա ինչ էր։ Սերը չի վերանում, դա տրանսֆորմացիայի է ենթարկվում, ինչպես յուրաքանչյուր զգացմունք եւ զգացողություն, նայած թե ինչ տրանսֆորմացիա է ենթարկվում եւ մենք ինչ ենք ստանում սեր հասկացությունից։
Բայց կա նաև թունավոր սեր, չէ՞։ Հա, տոքսիկ սերերը կան, դրա մասին Որ խլում է, տանում է քո առողջությունը։ Բնականաբար կա ու դա երևի պետք է բաժանում բերի, եթե այլ կերպ կպել են կպումը եթե եղել է դա առաջացնում է արդեն տոքսիկ հարաբերություններ այնքան, որտեվ նորմալ է, որ ինտոքսիկացիա պետք է լինի սիրուց դա շատ նորմալ process է ու դա լինի հերոստադուետ, դա լինի ընկերական դուետ, յուրաքանչյուր երկուսի մեջ երևի թե մեսիջը ես այդպես եմ հասկացել, նորմալ է, որ մարդ կարա ուզենա անիծի, ուզենա զրոյացնի դիմացինին, այսինքն դա նորմալ process է, եթե ի սկզբանե դա սեր է Եթե դա չի քայքայում այն, ինչը դա ներվերը կարող է նյարդերը քայքայել, միտքը, առողջությունն էլ կարող է քայքայել, բայց այն ինչ որ սիրո համար է տրված մարդուն, եթե դա չի քայքայվում, մնացած բոլոր սուբստանցիաները կարող են քայքայվել յուրաքանչյուր դուետի պարագայում, ասում եմ, դա լինի հերոստադուետ, դա լինի ընկերական դուետ, երեխա ու ծնող հարաբերությունների մեջ դա կարող է լինել, որովհետև սերը տենց տափակ չենք նայում այդ առումով։ Այսինքն մեսիջը նաև շատ կարևոր ինձ համար, որը ես գտել եմ, որ նորմալ է, եթե դու ուզում ես սպանես այդ մարդուն, ծեփես պատերով ու ասֆալտապատես նրա գոյությունը, բայց միևնույն այն ինչ որ ծիլ է տալու վերջում, ինքը տալու է ծիլը Արժանի է դա։ ու նորից վերադառնալու ես դու այդ սիրուն որովհետև ինքը չի վնասել քո իրական, եթե դա ասենք հոգի սուբստանցիա Մնացած ինչ վնասին թող վնասի, դա նորմալ է, մեսիջը երևի դրանում է, որ նորմալ է, որ դու պետք է ջղայ դառնաս, նյարդային դառնաս, մաստեր կլաս է այս բան կենտրոնի ցնդեսել, ու դրա համար երևի թե ինքը համբերության մասին է նաև սիրո հանդեպ մի փոքր խոնարհ լինելու ջղայնությամբ անցած տարակոցով անցած ու ժուշկալ երբեմն։ Այո, ժուշկալ երբեմն օգտագործենք նաև այդ հեքիաթային բառը։ Ու պետք է համբերատար դու հասկանաս դա նորմալ է, մինչև որ եթե դա չի վնասում, այո, ասած այդ տոքսիկը եթե չի մտնում սիրո համար նախատեսված բաժին ու քանդում է հենց սերը, որովհետև յուրաքանչյուր հանցագործություններ էլի է, բացի հանցագործություն, որը սիրո դեմ է արված, ըստիս։ Այսքանը ես մաղացեցի գնամ։ Ժամանակ տվեց։ Իզուր չէ, որ դուք կաք մեր իրականության մեջ, որովհետև Եվ ես միշտ ասում եմ, որ ես իսկապես երջանիկ եմ, որ ձեր ժամանակը կիցնեմ։ Սիրուն Անահիտ։ Իսկապես, ի խորոց սրտի այդ խոսքերը իրոք իրականություն են եւ այն ինչ որ ֆանտաստիկա, ինչի չասենք, ժողովուրդ, ասենք բարձրաձայնեք ուրախանալ։ Բարձրաձայնեք ուրախացեք, այո։ Դե ես մեկ անգամ հիշեցնենք, ապրիլի 7-ին 19:30 մեր շատ սիրելի Երգիպետական թատրոնում առաջնախաղը Սիրացավ ներկայացումն է Ստավետ Բարսեղյանի։ Սոլոյանի խաղում է ըստ ես չեմ այս անգամ։ Կոչ անենք բոլորին, նույնիսկ եթե դուք զգում եք, որ արդեն Տոմս կա, բայց կարող ենք մի քիչ իհարկե կան տոմսերը։ Եթե զգում եք, որ ուզում եք արդեն բաժանվեք Մամ ջան, գնում եք այս ներկայացմանը ամսի 7-ին Սպասում եք հրավիրում։ բոլորին, չէ՞։ Ու մենք տեսնելու շատ եմ։ Ու մենք սպասում։ Ում ենք սպասում։ Ես սպասում եմ բոլոր այն մարդկանց, ում այս ամեն ինչը ինչ խոսացինք ձեր եթերում, մոտ է, ուզում են ու ապրիլի 7-ը մայրիկներին չգիտեն ինչ նվիրեն, լավագույն նվերը։ Սիրոտոնը ամփոփենք այս գովազդանում իքսից։ Սիրոտոնը մայրիկների հարաբեք բերեք ներկայացմանը, թող մաման վատը զգա։ Ավետ Բարսեղյան։ Մեր մամաների վատություն անեք, բերեք ներկայացման, Սիրացավ կոչվող։ Գիտեմ, այս հատվածը եկի իշխան եք քեչապ անելու մարդիկ նայել։ Ու կհայտնվի մեմերի տեսքով կամ Facebook, Instagram կտենակ։ Սորենք։ Մայրիկների համար։ Շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ, Մալիտվին, իմ գեղեցկուի Անահիտ, առավոտները միշտ թող բացվի, կենտրոնացած, լուսավոր, բարի ու ամենակարևորը սիրով, սիրացավով ու սիրախտով։ Ավետ Բարսեղյան։ Սիրախտորոշումներով։
Շնորհակալ ենք շատ։ Մերսի, որ իմ կյանքում հայտնվեցիր։ Քեզ մերսի, որ դու կաս։ Իմ խոսքը երկար էր ռեժիսոր ուզում գտնել ու գտավ։ Նախ ընկեր լինելու համար։ Ուղիղ եթերում ենք մեր։ Այո։ Սերը պետք է արտահայտել միշտ։ Այո։ Կենտրոն հեռուստաընկերությունը ամենաֆանտաստիկ առավոտներից մեկն էր սա ու այս էներգիան, որ դուք մեզ տվեցիք, մեզ կբավականացնի մինչև Եվս 6 ամիս, այո։ Այսպիսին են մեր առավոտները, մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ, վաղը տարօրինակ աշխատեն մեր մյուս գործընկերները։ Ձեզ լավ։